Շղթայված ձեռքեր, կպչուն ժապավենով փակցված բերան, Ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Ղազարյանը համախոհների հետ այսպես է արտահայտում դժգոհությունը երիտասարդների իրավունքների նկատմամբ իշխանությունների ոտնձգությունների դեմ։ Սուրբ Աննա եկեղեցու բակում են լուռ ակցիան անցկացնում, որտեղ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ընդհարումը աշակերտ Դավիթ Մինասյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Ես տեղյակ եմ, որ նա դեռ ուսումը չի ավարտել 12-րդ դասարանը եւ բոլորս իրավունք ունենք կրթություն ստանալու։ Բողոքի լուռ ակցիան Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումն է նախաձեռնել։ Մենք բոլորս Դավիթ ենք, այս խորագիրն են ընտրել միավորման երիտասարդներն իրենց դժգոհության բովանդակությունն արտահայտելու համար, հայտարարելով, որ Դավիթի տեղում կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը։ Տարիքակից ընկերոջը եկել են աջակցություն հայտնել իրենց լռությամբ, եթե տեսնում եք բոլորի ձեռքերը սիմվոլիկ շղթայված են։ Հայաստանում խոսքի ազատություն չկա, կարծիք հայտնելու ազատություն չկա, որ նույնիսկ եկեղեցում պաշտպանված չես։ Այնինչ տեղի ունեցավ այսօր, տեղի է ունենալու եւ կարող է տեղի ունենալ նաեւ բոլորի եւ ցանկացածի հետ։ Մենք բոլորս ենք Դավիթ Մինասյան։ Խախտվել է ուսում ստանալու Դավիթի սահմանադրական իրավունքը, ասում է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ Դպրոցական տղան հայտնվել է հանազատության մեջ։ Սա հերթական կարմիր գիծն է, որ Փաշինյանը հատեց իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու մոլուցքով տարված, ասում է փաստաբանը։ Մինչ այդ քաղաքական հայացքների համար կնոջ էր կալանավորել ու հոգևորականների ազատազրկել ու դատապարտել։ Բայց կրթության իրավունքից առավել կարևոր այս պահին Դավիթի կյանքի իրավունքն է, ասում է Լուսինե Մարտիրոսյանը։ Մենք ունենք Դավիթի մասով կյանքի եւ առողջության խնդիր, որը այս պահին ուղիղ վտանգի տակ է։ Ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել Դավիթի ապօրինի ազատազրկումը։ Մեր բոլորի միահամուռ պահանջն է այսօր ազատ արձակել Դավիթ Մինասյանին։ Իսկ քննչական մարմիններն այս ընթացքում արդեն հայտարարել են Դավիթ Մինասյանի գործով նախաքննության ավարտի մասին։ Իրավապահները գտնում են, որ Դավիթը Սուրբ Աննա եկեղեցում փորձել է խաթարել Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան։ Իրավապահ մարմինները գտնում են, որ Դավիթ Մինասյանը միջամտություն է կատարել են բռնության գործադրմամբ քաղաքական գործունեությանը երկրի վարչապետի։ Դավիթ Մինասյանին առաջադրված այս ամբովանդակ մեղադրանքը հավանաբար վարույթն իրականացնող քննիչի ու բաժնի պետի համար կարմիր գիծ էր։ Այս է պատճառը, որ հրաժարական են ներկայացրել, կարծում է փաստաբանը։ Այն ինչը որ անում են մյուսները, միգուցե չեն ցանկացել անեն իրենք։ Կարա լինի, չեմ բացառում։ Հայաքվեից էլ պատմական դաժան մի փաստ են հիշում։ Օսմանյան Թուրքիայում հայերը իշխանությունների հալածանքներից խուսափելու համար եկեղեցում էին փորձում պաշտպանություն գտնել։ Հայոց եկեղեցին սակայն թուրքերի համար զսպող դեր չէր խաղում։ Այսօր ապրում ենք նույն իրականության մեջ, միայն թե թուրքերի դերում հանդես են գալիս հայերը, ասում է Արամ Պետրոսյանը։ Արսեն Թումանյան, Վարդան Գրիգորյան, Լրաբեր։